պատերազմի օրերի շեմին ինչ է նշանակում հրամանատարական կազմից բավականին լուրջ փոփոխություններ են եղել եւ հատկապես այն տեղերն են փոխվել, որտեղ որ ճեղքումներ է եղել հարավային հատվածում, այո, հարավային ուղղությամբ։ Ես վստահ եմ, ավելի քան վստահ եմ, որ այս հաշվիչ հանձնաժողովը այնքան իրենց համար ոչ բարենպաստ եզրակացություններ կարող էին լինել, պարզ դրա համար չհանրայնացվեց, այո, որովհետև այդպես լիներ կհանրայնացնեին, կասեին տեսակ, որ ասեցինք այս փախածներն են, փախած գեներալները, փախած չգիտեմ, հստակ է, չէ՞ այդ ամեն ինչը, այդ բոլորը ձայնագրվել է, այդ բոլորը հրամանների տեսքով բան ինչ է եղել, ոնց է եղել եւ այլն։ Մի օր լինելու է, մենք դրա ականատեսը լինելու ենք շուտով։ Հաղթանակը հնարավոր էր, այսինքն ձեր կարծիքով։ Գիտեք ինչ, հաղթանակ, տեսեք, մի քիչ այտենց որ բա, բայց որ Արցախի կորուստ պիտի չլիներ, այո։ Դու գիտեք, այս 44 օրյայի ժամանակ ինչքան բժիշկներ են զոհվել։ Ուղղակի որքան բժիշկներ են զոհվել։ Ինչու այդ մասին որևէ մեկը չխոսում չգիտի։ Բա իրենց ընտանիքներին դուք հասկանում եք ինչ վերքի վրա աղ ենք լցնում մենք։ Երբ որ մարդուն չես արժևորում, երբ որ դու չես ասում, որ հերոսը այս մարդիկ են եւ ոչ թե հարկատուներն են հերոսները։ Այս մեր երիտասարդները չգիտեն Պապիկյան Հրանտն է եւ ինչպես է Պապիկյան Հրանտը անհայտ կորած, ինչու է անհայտ կորած, ոնց է դա պատահել։ Ինքը ուր էր, որ անհայտ կորավ։ Գնդապետ մարդ, դիվիզիայի բուժ ծառայության պետ, երբ որ տեսնում է, որ իր ենթակա անձնակազմը սկսել են զոհվել եւ կամաց իսկ վիրավորների քանակը շատ անձամբ է նստել, որ գնա վիրավոր բերի։ Պարոն Տոնյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեզ հյուրեք եկել։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Տոնյան, հիմա մեր հեռուստադիտողները որ նայում են, իրենք գիտեն սովորաբար մեր հարցազրույցները մշակութային թեմաներին են վերաբերում, գիտությանը, կրթությանը, բնականաբար բժշկությանը նաև, բայց այսօր ուզում եմ մի փոքր քաղաքական հարցից սկսել։ Երբ նայում էի ձեր նախորդ ինտերվյուները, 21 թվականին էր կարծեմ, դուք այնտեղ կոչ էիք անում ժողովրդին, չլինել անտարբեր, լինել ավելի քաղաքականացված։ Հիմա ձեր կոչը ինչպիսին է հայ ժողովրդին ուղղվելիք, եթե այս պահին ուղղեիք այդ կոչը, տարբեր է։ 21 թվի եւ այսօրվա մեջ մեծ տարբերություն կա։ Մեր վիճակը այդ իմաստով ավելի է վատացել, որովհետեւ 21 թվին գոնե Արցախի մի մասը կար։ Իսկ հիմա մենք ունենք ամբողջովին դատարկ Արցախ հայերով չբնակեցված, բռնազավթված եւ հիմա ավելի պետք է զգոն լինել եւ ավելի քաղաքականացված լինել եւ պատկերացրեք, որ պիտի ասեմ գրեթե հանցագործություն է այսօր անտարբեր լինել քաղաքական գործընթացների հանդեպ, որովհետև այնպես է ստացվել, որ այսօրվա իշխանությունները այնպես արեցին, որ քաղաքականությամբ զբաղվելը դա այնպես արեցին, որ շատերը չզբաղվեն, մենակ իրենք զբաղվեն եւ իրենց զբաղվածությամբ, իրենց զբաղվելով ուղղորդեն երկիրը այնտեղ, որտեղ իրենք հիմա տանում են։ Մենք պետք է հակառակն անենք։ Մեր երիտասարդները հատկապես պետք է քաղաքականացված ասելով շատ երիտասարդների հետ որ շփվում եմ, որևէ հարց քննարկելուց իրենք կարծես նույնիսկ հպարտանում են, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, չեն կարողանում պարզ մի բան հասկանալ։ Ես հասկանում եմ, որ երիտասարդի հոգսերը եւ այլն չես համեմատի 50-ից բարձրների հետ, բայց երիտասարդը պետք է իր ապագայի համար անհանգստանա։ Եվ այդ անհանգստությունը պետք է արտահայտվի քաղաքական գործընթացներին հետևելով, դիրքորոշում պիտի ունենա, ընդամենը դիրքորոշում ունենա եւ անտարբեր չլինի, թե իր երկիրը ովքեր պետք է կառավարեն։ Ընդամենը սա։
Գուցե այդ գիտակցությունը չկա, թե ինչքան լուրջ են այդ խնդիրները եւ դրանք իսկապես իր ապագային են վերաբերվում։ Ու այդ անտարբերությունը որոշակի ինչը բերեց, ինչու հանգեցինք այսպիսի մասամբ, չեմ կարող ասել որ բոլորն են անտարբեր, բայց մեծ մասամբ այնպիսի ողջավորություն չկա, ինչպես օրինակ 88-ի շարժման ժամանակ, երբ Արցախը էին փորձում վերադարձնել։ Դա 88-ի հետ ընդհանրապես համեմատության եզրեր չկան, այն ժամանակ իմ հասակակիցները, ովքեր որ ապրել են այդ օրերին, դա ուղղակի մի հոգևոր վերելք էր, դա հայրենասիրության, հայրենատիրության, որ որևէ բանի հետ համեմատել չի լինի, բայց հիմա բազմաթիվ են պատճառները, թե ինչու են այսօր երիտասարդները հատկապես այդպիսին, դա գիտեք ինչ, կամաց մեր երիտասարդների մոտ ցավոք սրտի նաև արմատավորվում է այն գաղափարը, որ ընդամենը սա տարածք է, որտեղ մենք այս պահին ապրում ենք, վաղը կապրենք մեկ ուրիշ տեղ, ոչինչ, էլի նորմալ է, վաղը կապրենք ուրիշ տեղ, եւ այս ամեն ինչ եթե խորանա, կամաց գնում ենք, այսօր իմ անունը Տարոն է, վաղը կարող է լինել, ասենք թե, չգիտեմ, Ջեյմս օրինակ, կներեք, կամ եւ կամաց գալու ենք, մենք հենց ինքնության կորուստը, սրա մասին է ինքնության կորուստը, սրա մասին է, որ մենք շատ ժամանակ այդպես շատ են քննադատում մեզ, որ մենք գուցե չափազանցեցնում ենք, որ Հայաստանը գնում է դեպի իբրև թե ուզում են տանել Եվրոպա, բայց մենք պարզ տեսնում ենք, ովքեր են մեր տերերը լինելու մոտ ապագայում, ովքեր որ մեզ ասում են այսօր մենք ինչ պետք է անենք, դա Թուրքիան եւ Ադրբեջանն են, մենք այդտեղ էլ մնալու ենք այստեղ, մնալու ենք առժամանակ, որովհետեւ մարդը հայտարարել է, չէ, ասել է մենք տանկերով չեն գալու այլևս, մենք մարդատար մեքենաներով են գալու, եւ այստեղից որևէ պատասխան չի հնչել, որ չեք գալու մարդատար մեքենաներով։ Տեսեք, թե ձեր գոլեգաներից մեկը Արցախի անունը շոշափեց եւ ասաց, որ այս 8 տարիների ընթացքում դուք երկիրը պարզապես քանդեցիք եւ երկրի ղեկավարը պարզապես հիստերիայի մեջ ընկավ, ես այլ բառ չունեմ ասելու, էլի։ Եթե Պապիկյան Հրանտի քրոջ մասին է խոսքը, հա, որ այսօր բժշկուհին, այո։ Շատ լավ, ես ոչ թե քաջալերում եմ կամ ուղղակի հիացած եմ տիկնոջ կեցվածքով, ինչու, որովհետև շատ լավ ճանաչել եմ Պապիկյան Հրանտին, դեռևս Արցախյան առաջի պատերազմի ժամանակ, միասին ենք եղել Ֆիզուլի ռազմաճակատում, հետո այնպես եղավ, որ մեր գումարտակները, այսպես ասած, տարբեր ուղություններով, ես մնացի Ֆիզուլի հոսպիտալում, իրենք տեղափոխվեցին Քելբաջար, այնտեղ վիրավորվեց ինքը, բայց դրանից հետո վերադարձավ շարք, ծառայեց իր հայրենիքին, իսկ 44 օրյային ուղղակի իր սխրանքը, տեսեք, այսօրվա մեր ամենամեծ ցավերից մեկը որն է, որ այս երիտասարդները նաև երիտասարդին պետք է սովորեցնես, պետք է կրթես, դաստիարակես, ես չեմ մեղադրում նաև, որովհետև իրենք այս պահին լսում են, որ երկրի հերոսը դա հերոս հարկատուն է, հարկատուն հերոս չի կարող լինել, հարկատուն կարող է բարեխիղճ լինել, հարկատուն կարող է պարկեշտ լինել, հարկատուն կարող է նաև առատաձեռն լինել, որ բարեգործություն անի, բայց հերոսը լրիվ այլ գաղափար է, հերոսը նա է, ով իր կյանքը իր ընկերոջ համար, իր մոր, իր զավակների, իր ընկերների, իր հայրենիքի համար է զոհում, իսկ Հրանտը հերոս էր, ցավոք սրտի 44 օրյայի հենց այդ ժամանակ պատկերացրեք այնպիսի վիճակ էր, երբ որ արդեն Հորադիզի այդ հատվածում Ջեբրայիլի ճեղքում էր տեղի ունեցել, բա այս մեր երիտասարդները չգիտեն Պապիկյան Հրանտն ով է եւ ինչպես է Պապիկյան Հրանտը անհայտ կորած, ինչու է անհայտ կորած, ոնց է դա պատահել, ինքը ուր էր, որ անհայտ կորավ, գնդապետ մարդ, դիվիզիայի բուժ ծառայության պետ, երբ որ տեսնում է, որ իր ենթակա անձնակազմը սկսել են զոհվել
եւ կամած իսկ վիրավորների քանակը շատ անձամբ է նստել, որ գնա վիրավոր բերի։ Վիրավորին տեղափոխելու ճանապարհին այնպես է եղել, որ վերջը դա հետաքրքիր պատմություն է, ոնց է իր սանիտարին ինքը ուղարկում, ասում է դու քշի գնա վիրավորին հասցրու տեղ, ինքը ծայրահեղ ծանր վիրավոր մնացել է այնտեղ, եւ ես ավելի քան վստահ եմ, որ ինքը առնվազն չի հանձնվել, ճանաչելով Պապիկյան Հրանտին։ Ուղղակի այսօր այդպես տեսեք իր հիմա եւ չխոսել էս մասին, չխոսել էսպիսիների մասին։ Դու գիտեք, ես 44 օրյայի ժամանակ ինչքան բժիշկներ են զոհվել։ Ուղղակի որքան բժիշկներ են զոհվել։ Ինչու այդ մասին որևէ մեկը չխոսում չգիտի։ Բա իրենց ընտանիքներին դուք հասկանում եք ինչ վերքի վրա աղ ենք լցնում մենք։ Երբ որ մարդուն չես արժևորում, երբ որ դու չես ասում, որ հերոսը այս մարդիկ են եւ ոչ թե հարկատուներն են հերոսները, որ հարկատուների 90% եւ ավելին ձեռները ճար լինի, իսկի հարկերել չեն տա։ Ոչ միայն մեր մոտ, այլ ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Ում ես թաքցնելու բան չի։ Իհարկե։ Եվ այս ճանապարհով, այս ձևով սերունդ կրթել եւ հետո այս երկրի ղեկը վստահել այդ երիտասարդներին, բան մենք ինչ պիտի սպասենք այդտեղից։ Պաթոլոգիական սուտասանների, որ իրենց խոսքի համար որևէ հաշվետու չլինել, առավոտը մի բան ասել, կեսօրին մի բան ասել, իրիկունը մի բան ասել եւ այդպիսի մարդկանց պետություն վստահել։ Բա ոնց կարելի է անտարբեր լինել եւ չզբաղվել։ Անտարբեր լինել քաղաքական գործընթացներին։ Դա անթույլատրելի է ուղղակի, անթույլատրելի։ Պարոն Տոնյան, եւս մեկ անգամ հակադրվելով այսօրվա իշխանության թեզերին, ուզում եմ խոսենք Արցախի մասին, որովհետեւ նույնիսկ ընդդիմադիր դաշտում այսօր երբ խոսում ենք Արցախի մասին, կարծես իրենք էլ այդպես հստակ որևէ բան չեն ասում, պատճառը բանալով, որ իրավիճակն այնպեսին է, որ այսօր հստակ խոսել այդ ամենից, թերևս չարժի, խոսում են միայն, որ իրենք էլ են կողմ խաղաղությանը, այդքանը։ Դուք ինչ կասեք։ Ես էլ եմ կողմ խաղաղությանը, բայց այսպես մենք խաղաղություն չենք ունենա։ Այ հիմա այս գործընթացով խաղաղություն մենք չենք ունենալու։ Մենք խաղաղ կամած մահանալու ենք, գուցե, որովհետև դիմադրություն չկա։ 22 թվականին, երբ որ ջերմուկի դեպքերը եղան եւ այդպես sense հրատապ նորից բժիշկներ գնալու բանի հարց եղավ եւ մենք նորից մեր բժիշկներով հավաքվեցինք, որ գնայինք, մեր բժիշկներից ոմանք այնց մտածում էին, որ մենք երկարատև ենք գնալու, ես ասացի մենք վաղը տուն ենք գալու։ Ասացին ինչու։ Ասի որովհետև այս ղեկավարությունը կռիվ մղելու ընդունակ չէ։ Իրենք դա չեն անելու, զիջելու են։ Ճիշտ է, գնացինք, հասանք Գորիս, պարապ նստեցինք, հաջորդ օրներ թե մյուս օրներ վերադարձանք։ Բայց ամբողջ իմաստը վերադառնամ խաղաղությանը։ Այսպեսի խաղաղություն աշխարհը դեռ չի տեսել։ Ծնկաչոք աղերսող որևէ ժողովրդի կամ պետությանը խաղաղություն չի տրվել այս հազարամյա տարիների ընթացքում։ Թե մեզ ինչու պիտի տրվի, ես կարծում եմ հասկանալի է, որ չի տրվելու։ Մարդիկ առանց ուժի հասնելու են իրանց նպատակին, առանց ուժ կիրառելու, առանց պատերազմի։ Ինչ ասում են, այստեղ արվում է։ Ինչի համար էլ պատերազմ են։ Ասեմ, ժողովրդի մեջ, բոլոր ժողովուրդների մեջ, բոլոր, այդպիսի ժողովուրդ չկա աշխարհում, որ այսպես պատերազմ ուզեն պատերազմել, որովհետև անձամբ իրենք են լինելու այդ զրկանքներ կրողը, իրենց զավակներն են լինելու, զոհվողներն ու վիրավորները։ Ընդդիմադիր դաշտում այո կա այսպես մի փոքր զգուշավորություն ու իշխանություններն այնպես են արել, որ ովքեր որ Արցախի անունը տան, արդեն նույնացվեն պատերազմի կուսակցության հետ։ Տարբեր ընդդիմադիր դաշտերում տարբեր է իհարկե խոսույթները, բայց մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Մենք
այս պահին շատ հստակ իրատեսորեն հասկանում ենք, որ պատերազմ մղելու ընդունակությունը եւ կարողությունը դեռ չկա, բայց մենք գիտենք, որ այս պահին Թուրքիայի եւ Ադրբեջանի հրահանգները չկատարելու հնարավորությունը կա։ Կա հնարավորությունը երկիրը տնտեսապես հզորացնելու, սերունդ դաստիարակելու, երկար ճանապարհ անցնելու։ Անհնարին է, որ մենք այսօր Արցախի պահանջը մոռանանք, պահանջել իրավունք դա դեռ չի նշանակում, եթե մենք օրինակ ասում ենք, որ ճանաչել ցեղասպանությունը Թուրքիային, դա մենք Թուրքիային պատերազմ ենք ուրեմն հայտարարելու։ Ոչ, չէ։ Հիմա եթե մենք ասում ենք Արցախահայության վերադարձի իրավունք, սա պատերազմ է ենթադրում։ Իհարկե ոչ։ Նայեք, աշխարհի տարբեր պետություններում կա այդ փորձը։ Կա այդ փորձը, խաղաղ համակեցություն կա, տարիներ շարունակ բազմաթիվ են օրինակները, որ բերեմ, կարող եմ երկար օրինակներ բերել, բազմաթիվ օրինակներ։ Բայց Ադրբեջանը պիտի մի հատ պատասխան չտա իր այս, մենք այսօրվա դրությամբ մեր հինավուրց, պապենական, հազարամյա, հայկական հողը դարերի ընթացքում արյունով, քրտինքով պաշտպանված, մարդկանց աշխատանքով ստեղծած, սենց բանալիները սենց սիրուն դռների վրա թողեցին եկան, դες նվիրեցինք իրան։ Հիմա այլ այնտեղ մշակութային ցեղասպանությունը տեղի ունի։ Ու մեր իհարկե, ախր որ մեկը ասենք, որ այս մշակութային ցեղասպանության մասին ենք խոսում, այստեղից արձագանքում են ասում են, դե իրանց երկրում ինչ որ մի բան քանդում են իրանք, ինչ որ մի բան կառուցում են, մեր ինչ գործն ա բան։ Մենք գործ ունենք այսպիսի մարդկանց հետ եւ ես բացարձակ չեմ կասկածում, որ դե տեսել եք էլի բազմաթիվ ասենք թե 18 թվին իշխանության են եկել ինչ կոչերով, հետո ինչ է դարել, հետո պատերազմում պարտվել ենք, պատերազմի առաջի օրվանից այնտեղ եմ եղել, ամսի 27-ի երեկոյան ժամը 5-ին արդեն եղել եմ Ջեբրայիլում եւ քանի որ տեսել եմ առաջի պատերազմը ինչպես է եղել ամենաառաջի օրերից նույնիսկ այն ժամանակ որ դեռ Արցախը միայնակ 4 կողմից շրջապատված ընդհանուր սահման չունենալով Հայաստանի հետ այդ անհնարին վիճակից կարողացել են կամք դրսևորել առաջի հերթին արցախցիները Հայաստանի քույրերն ու եղբայրները հասել են օգնության ուղղաթիռներով մենք կարողացել ենք 7 միլիոնանոց Ադրբեջանին ծնկի բերել բառի զբուն իմաստով մեր ուժերով առանց որևէ մեկի միջամտության դա հնարավոր է եղել դա էլ իր պատճառներն ունի թե ինչու որովհետև համար առաջին մենք ավելի կազմակերպված էինք մենք ներսում դավաճաններ եւ գաղափարական շատ ավելի ներսում դավաճաններ չունեինք այո եւ միտքն ու գաղափարը մեզ առաջ էր տանում բոլորիս նպատակը մեկն էր դարել հիմա այստեղ ավելնորդ է խոսել այսօրվա իրենց ցանկությունը մեկն է պահել իշխանությունը ամեն գնով որովհետև հակառակ դեպքում իրենք պատկերացնում են թե ինչպիսի դատաստանի առջև են կանգնելու իրենք կանգնելու են անպայման այս իրենց այս հիստերիկ ջղաձգումները այս հարցակումները կանանց վրա այսպես այդ տոնով այդ այսօրվա բժշկուհի է իմիջայլոց Պապիկյան Հրանտի քույրն էլ է բժշկուհի եւ բժշկուհու հետ կնոջ հետ այդ տոնով խոսել մետրոյում այդ արցախցի իմիջայլոց դա էլ է մեր ընկերոջ աղջիկը հայրը Արցախի հերոս երեխայի հետ դու այդպես մատը թափտաս դասի այդ չգիտեմ էլի ինչ որակավորում տալ էլի ուղղակի ափսոսը մեր ժամանակը ավելի լավ է մենք մեր ժամանակը հիմա օգտագործենք առաջ նայելով
մեր երիտասարդներին խնդրենք, մեր ժողովրդին կարևորեն իրենց մեկ ձայնը պետք է կարևորեն, պետք է գնան ընտրատեղամասեր եւ իրենց դիրքորոշումը ցույց տան։ Պետք է պահի կարևորությունը գիտակցեն։ Պետք է մենք ոչ ասենք մեր գաղթական դառնալուն։ Հասկանում եք, մենք անցել ենք այդ ճանապարհները։ Հիմա մենք պիտի հայտարարենք, որ մենք սահմանը անցնող չենք, մնացող ենք, որ աշխարհն էլ քանդվի, մենք պիտի մնանք, մինչև վերջ պիտի պայքարենք մեր իրավունքների համար։ Ես լիահույս եմ, տեսեք, ես հստակ տեսնում եմ, ես շփվում եմ ժողովրդի հետ շատ, ես տեսնում եմ, որ նորից եմ ասում, ես իշխանությունների այս ջղաձգումները, այդ որ փողոց են դուրս գալիս, տեսնում են մարդ չկա, արդեն մուտքերն են մտնում, բարձրանում են 4-րդ հարկ, 5-րդ հարկ, դռներն են բացում, սենց աներեսի նման մուտք են գործում։ Բայց դա հիմնականում Երևանում երևի թե որքան ես հասցրեցի Ոչ միայն դրսերում են այդպես արել, բան է որ չեն ուզում մարդիկ լուսամուտից են մտնում դռնից, բան, որովհետև ճար չունեն արդեն, որովհետև տեսնում են ինչա կատարվում, որովհետև հատուկ ծառայությունները, որովհետև այն պետությունները, ովքեր որ հովանավորում են այսօրվա իշխանություններին, հարցումներ են անում, իրենց զեկուցում են, ասում են, որ վատ է ձեր վիճակը, տեսեք հիմա ինչ կերպ են բանը, իրանց ընտրարշավերը ոնց են արել, արդեն բաժանվել են բազմաճյուղ ու բազմասենց տարբեր տեղերով բան, որովհետև իրանց իրոք զեկուցում են, որ վիճակը վատ է։ Էլ չեմ ասում, որ եթե Երևանում մի քիչ բարձր մասնակցություն ապահովենք, հարցը 100%-ով փակված է։ Արդյոք ընդդիմադիրներն ամեն ինչ անում են, որպեսզի ընտրողների ձայները ավելի շատ իրանց կողմը լինեն կամ իրենց տան ընտրողները, որտեղ թվում է թե մի փոքր пассивություն կամ անամանդ Երևանում, կարծում եմ հիմա պիտի երրար քաղաքը։ Չեք կարծում։ Տեսեք, արձագանք է պետք դրա համար։ Բոլոր ընտրությունների ժամանակ ես որքան որ հիշում եմ, ինչքան մասնակցել ենք այս ընտրական գործընթացներին, բուն Երևան քաղաքը որպես մայրաքաղաք եւ ընդհանրապես Երևան քաղաքը քաղաքական քվետ տվող է։ Այդքան շատ էմոցիոնալ արձագանքողներ չեն, բնականաբար մայրաքաղաք է, այստեղ են հավաքված ավելի շատ վերջը ես չեմ թերագնահատում, իսկ շրջաններում ժողովուրդը այլ կերպ է մտածում, ավելի էմոցիոնալ է։ Կենցաղային, այո, այդպեսի բայց շրջաներում կա նաև վախի մթնոլորտը իշխանությունների կողմից, որ տարածվել է։ Եթե այստեղ միտքը գերակայում է, ավելի լավ է կարծում եմ, որտեղ հիմա այն պահն է, որ պետք է սթափ դատել։ Այո, եւ հիմա տեսնում եք, որ իրենք փորձում են կենտրոնանալ ավելի շատ Երևանի վրա, որովհետեւ քանի որ գյուղապետիկների կողմից, այդ փոքրիկ իշխանների կողմից այդ շրջանները ավելի են կարողանում ճնշել իրենց հսկողության տակ պահել, իսկ Երևանը չի վերահսկվում, ընդհանրապես քաղաքները ավելի դժվար են վերահսկում։ Իրենք հստակ հասկանում են, որ Գյումրիում էլ է իրենց վիճակը լավ վատ լինելու, մեծ քաղաքներում ընդհանրապես Երևան եւ մյուս քաղաքներում վիճակները լավ չի լինելու։ Դրա համար հիմա ամեն ճիգ գործադրում են ավելի շատ Երևանի վրա են կենտրոնում, որ կարողանան որևէ բան փոխեն, բայց ինչպես տեսնում ենք, ամեն օր մի 1, 2, 3 մինիմում 4 արկածներ ունենում են, որ արկածա, բայց ծիծաղելի չի։ Եվ ի օգուտ իրենց չի կարծում այդ ամենի հանրայնացումը։ Պարոն Տոնոյան, ուզում եմ մի փոքր նորից խոսեինք 20 թվականի պատերազմի մասին, եւ երբ ես նայում էի ձեր հարցազրույցները, այնտեղ շատ հին կադրեր տեսա, դուք Արցախում եք եւ ասում եք մենք անգամ 2 քայլ ետ գնալու իրավունք չունենք։ Այն ժամանակ դուք կարող եք պատկերացնել, որ մի օր այսպիսի հանգրվանի կհասնենք։ Դա 93-4 թվի մասին է խոսքը, հա։ Որ այսպիսի հանգրվանի կհասնենք, եւ մեկ էլ միտեղ էլ դուք ասացիք արդեն 20 թվականի համար, որ մի փոքր կազմակերպվածություն եւ պատերազմի ելքը այլ կլիներ։ Ես ուզում եմ խոսենք նաեւ այսօրվա իշխանությունների պատասխանատվության մասին, չէ՞ որ իրենք այդ հանձնաժողովը ինչ էլ որ քննեց, դա հանրության չներկայացվեց ամեն դեպքում եւ մենք ըստ էության հստակ չգիտենք էլ։ Ես հասարակ ժողովրդի նկատի ունեմ, թե այնտեղ ինչ էր կատարվում։
Այդ դրա մասին եմ ուզում մի փոքր խոսենք, որովհետև դա էլ է նաև շատ սուր կերպով իրենց Առաջի, որի մասին դուք ասեցիք, այդ որ դա եղել է 94 թվականի հունվարի հարցազրույց է դա եղել, դա այն պահն էր, երբ որ արդեն Ալիևներն եկել էին իշխանության եւ Ալիևը, այսպես ասած, երդվել էր կամ բան, որ հունվարի 17-ին Ֆիզուլիում պետք է թեյ խմի։ Չեք պատկերացնի, որքան զոհեր տվեցին, բայց այնուամենայնիվ հաջողվեց իրենց մի քանի կիլոմետր առաջ գալ, կայարան Հորադիզը վերցրեցին, բայց գյուղ Հորադիզին չկարողացան հասնել, բայց բավական առաջ եկան այդ ժամանակ, մենք այդ ժամանակ հունվարի 4-ից 6-ը ընկած միջակայքներ, 94 թիվ, այդ ժամանակ բավականին մենք էլ մեծ կորուստներ ունեցանք, բայց այնուամենայնիվ կարողացանք պահել, գիտեք ինչ ձևի ենք պահել։ Ախր պատերազմն այդպես չի լինում, որ տղեկ ջան, նայեք, կասկա վերցրեք, ձեր միջից որոշեք ով է հրամանատարը, գնացեք եւ ձեր երկիրը պահեք։ Այդպես չի եղել։ Հիմա ես շատ սուտ կխոսեմ, եթե ասեմ 94 տվի տղեկը բոլորը հերոսներ էին։ Ոչ։ Աչքովս եմ տեսել հրամանատարը կանգնած խրամատի գլխին, ով որ ուզում էր փախներ, չէին թողում մի գեներալ Մանվելը Հադրութի վերևում պոստեր դրել։ Օծնիր պորտով, ղուշնիր թեղով իրավունք չուներ այդ տեղից անցներ։ Այտենց են պահում երկիրը։ Հիմա Հադրութը, լավ, արցախցիները հերոսական ժողովուրդ են, բայց եթե ճանապարհները այն ժամանակ բաց լիներ, մարդիկ այս 44 օրյային ոնց եղավ, ասում էին, չէ, տանենք, հասցնենք ընտանիք ապահով հետ գանք։ Գնացին, հետ եկան, բայց երբ որ արդեն ընտանիքը տեղ չի, դու չկաս այդտեղ, քո ընտանիքն ընտեղ է, քո հոգեբանությունն էլ է փոխվում, ամեն ինչ փոխվում է, դու չես կարող այդ ժամանակ այն կենաց մահու կռիվը տաս, որը պետք է տաս։ Իհարկե այդ ժամանակ ու հիմա շատ բան է փոխվել, այն ժամանակ մենք նոր սաղմնային վիճակում ձևավորվող բանակ ունեինք 94 տվին։ Ընդամենը այդ ժամանակ մեր բանակը պատկերացնենք տարիուկես 2 տարեկան, այդպես։ Շատ հարցեր նոր էր, իսկ մենք հիմա կայացած պետություն էինք, կայացած մեր բանակով, ինչ արեցինք մենք։ Մենք ոչինչ չարեցինք։ Մենք ոչինչ չարեցինք, երբ որ ես իմ աչքով, հələ դեռ ես նորից եմ ասում, մենք Ջեբրայիլում էինք, եւ ես տեսնում էի, որ այս ԱԹՍ-ները երկնքում այսքան զոհեր, իրենք շարունակում են ասենց ավտոբուսներով բերում էին այդ մեր կամավոր տղեկի եւ այլն, հետո այտենց գիտեք ինչ, այտենց պետք է այդ հանձնաժողովը պիտի պատասխան տա պատերազմի օրերի շեմին ինչ է նշանակում հրամանատարական կազմից բավականին լուրջ փոփոխություններ են եղել եւ հատկապես այն տեղերն են փոխվել, որտեղ որ ճեղքումներ է եղել հարավային հատվածում, այո, հարավային ուղղությամբ ես վստահ եմ, ավելի քան վստահ եմ, որ այս հաշվիչ հանձնաժողովը այնքան իրենց համար ոչ բարենպաստ եզրակացություններ կարող էին լինել, պարզ դրա համար չհանրայնացվեց, այո, որովհետև այդպես լիներ, կհանրայնացնեին, կասեին տեսակ, որ ասեցինք այս փախածներն են, փախած գեներալները, փախած հստակ է, չէ՞ այդ ամեն ինչը, այդ բոլորը զայնագրվել է, այդ բոլորը հրամանների տեսքով բան ինչ է եղել, ոնց է եղել եւ այլն։ Մի օր լինելու է, մենք դա դրականատեսը լինելու ենք շուտով։ Հաղթանակը հնարավոր էր, այսինքն ձեր կարծիքով։ Գիտեք ինչ, հաղթանակ, տեսեք, մի քիչ այտենց որ բա, բայց որ Արցախի կորուստ պիտի չլիներ, այո։ Ավելի քան վստահ եմ։ Ավելի քան վստահ եմ։ Դու գիտեք, ադրբեջանցիները առաջի օրերին նույն այդ Ջեբրայիլի դիմաց, Հադրութի դիմաց ինչքան չափազանց շատ զոհեր են տվել։ Գիտեք, որ հրամանատարական կազմի փոփոխություն է եղել այնտեղ,
թուրքերն են վերցրել անմիջապես թուրքական շտաբն ա սկսել մարտերը ղեկավարել, բան են փոխել, մարտավարություն են փոխել եւ այլն, դրա համար են ներգրավել այդ վարձկաններ են ներգրավել եւ այլն, առաջի օրերին չափազանց մենք ես ախր տեսել եմ այդ ամեն ինչը, վերջը 94 թվին այդ բոլորը որ ազատագրվել է իմ աչքի առաջ եղել տեղանքը գոնե հարավի Հադրութից մինչև Արաքս, շատ լավ պատկերացնում եմ, մենք կա գոյությունի առաջի գիծ, կա ռուսերեն ասեմ, երկրորդ ռուբեժ եւ նույնիսկ երրորդ ԱԹՍ-ների պայմաններ, ախր մենք չգիտեինք, որ Ադրբեջանն այդքան ԱԹՍ-ներ ունի։ Ինչ էր մեր համար անակնկալ էր դա։ Մենք դրա դեմ ոնց պիտի պատրաստվեինք։ Պատրաստվում են այտենց, հա, որ գնան Արցախ Ստեփանակերտում կանգնեն, ասեն Արցախը Հայաստան է եւ վերջ։ Մանավանդ հետաքրքրությունը տվյալները տրամադրում են։ Այտենց են պատրաստվում։ Այտենց հրահրում ես ինչի համար։ Ես չեմ ասում հենց դա եղավ պատճառը, այո եւ այլն, բայց դու արագացրել ես։ Եթե դու եկել ես իշխանության եւ 2 տարի այդտեղ ես եղել եւ չես տիրապետել վիճակին, ուրեմն դու մնացել ես թերթի խմբագիր։ Եվ մինչև հիմա էլ ինքը թերթի խմբագիր է։ Իր ամեն ինչով ուղն ու ցույցով ինքը պետքա գնա։ Եվ իր թիմը պիտի գնա։ Հայաստանը պիտի շնչի։ Մենք ուրիշ տարբերակ չունենք։ Պարոն Տոնյան, այ պատմությունից ասացիք, որ հիմա պատմությունը այնպես չի ներկայացվում, ինչպես պետք է այսօր ներկայացվի, ինչու է եւ ինչպես իրականությունն է։ Ուզում եմ այսօր խոսենք նաեւ ձեր ընտանիքի, ձեր արմատներից, որովհետեւ ընտանեկան պատմությունները վերջո մեր մեծ պատմության մի մաս են։ Ինչ պատմություն ունի ձեր ընտանիքը, ես գիտեմ, որ դուք Սասունից եք, Ծագումով, եւ չգիտեմ որքանով է կարեւորում այդ ամենը։ Եվ ինչ այդ գերդաստաններով ապրել ինչ որ կանոնակադրություններ չէ նաեւ։ Ոչ միայն կարևորում եմ, ես ուղղակի ես հպարտանում եմ, ես դրանով եմ ապրում։ Դա ինձ ուժ է տալիս իմ պապերի, սկսեմ նրանից, որ ազգանունը, որ ես կրում եմ Տոնոյան, դա իմ Դոնե պապն է եղել, այսինքն պապիս հայրը, որ Սասունի Գավառի Գելիգուզան գյուղում ինքը 1904 թվին Սասունի երկրորդ ապստամբությունն է եղել, երկրորդ ապստամբության ժամանակ ինքը զոհվել է եւ պապս եւ իր եղբայրը մանկահասակ երեխաներ են եղել եւ որբ են մնացել։ Պապիս մայրը անունը Խաչե պահել մեծացրել է այդ երեխաներին, հետո պապս գաղթել են այստեղ, եկել են Լեռնարոտ գյուղ, սասունցիներով բոլորը միասին։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ եւ վերջերս շատ եմ էլի այդ շեշտում։ Իմ պապս չէր սիրում հարսանիքներ գնալ, դե երեխա եմ եղել ես, բայց այտենց ինչքան հասցրեցի վերջում իրան տեսնել, այտենց ուրախ մարդ չէր։ Ես հետո հիմա եմ իրեն հասկանում, թե հայրենիք կորցրած մարդիկ ինչպես են լինում։ Բայց սովետական իշխանության տարիներին կարծում եմ պապս այտենց թող այտենց բան չանեն, թե այն ժամանակ բոլորն էին ունենում, ճիշտ էին անում, լավ են արել, որ ունեցել են երեխաներ շատ։ Ունեցավ շատ զավակներ, որոնցից 9 մնացին, եւ այդ 9 զավակները մենք 42 թոռ ունեցել պապս։ Եվ այդ 42 թոռը մեր տարբեր տներում, բայց ընդհանուր առմամբ մեկ տանից դաստիարակվել են մեկ մտքով լիներ արդար, ազնիվ, աշխատող եւ ցանկալի է սովորող, ով սովորել է։ Մորականս կողմը արմատները Ալաշկերտից են սերվում, մորականս կողմն էլ ուսուցիչների, մանկավարժների տոհմ են, դա մեր ծագումնաբանությունը։ Եվ հիմա մենք ինչ ենք ասում մեր երեխաներին։ Մենք նույն բանն ենք պատգամում, որ նախ շուտ ամուսնացեք, անկեղծ
պետք է շուտ ամուսնանալ, որովհետև գործերն անվերջ են։ Որովհետև ես հիմա դեռ շատ ծրագրեր ունեմ։ Իհարկե, ուզում եմ ասեմ, այդ ծրագրերը երբեք չեն վերջանում։ Եվ ոտքի կանգնել, մի քիչ կարգավորվել, հետո երեխա ունենալ, հետո ընտանիք կազմել, բան, այդ էլ հարաբերական հասկացողություն է, դա անընդհատ process է։ Եվ դրա համար երեխա լինելը չի խանգարում, ընդհակառակ օգնում է, որ ընտանիքն ավելի շուտ կայանա, արագ կայանա, աշխատած գումարը ճիշտ նպատակին ծառայի, ոչ թե անիմաստ ճամփորդությունների։ Պարոն Տոնյան, չէի կարող ձեզ չհարցնել նաև բժշկական ոլորտի մասին։ Քանի որ դուք բժիշկ եք եւ ղեկավարում եք բժշկական կենտրոն, ուզում եի խոսենք նաև բժշկության վիճակի մասին այսօր Հայաստանում։ Ինչպիսին է այսօր բժշկության վիճակը Հայաստանում եւ եթե օրինակ բժշկության զարգացման այսպեսի 10 նիշանոց սանդղակ լիներ, Հայաստանում բժշկության զարգացումը դուք որ սանդղակի վրա կկանգնեցնեիք կամ կնշեիք։ Էնպես է ստացվել, որ ոլորտներից մեկը, որ կայացած է Հայաստանում եւ մրցունակ ենք մենք համեմատած մեր հարևանների հետ եւ ընդհանրապես տարածաշրջանի հետ, դա հաստատ բժշկությունն է։ Մենք ունենք հանրաճանաչ բժիշկներ եւ Հայաստանի Հանրապետությունում եւ հայազգի բժիշկներ ամբողջ աշխարհով։ Այդ իմաստով հպարտանալու բան ունենք։ Բայց եթե ի նկատի ունեք այս վերջի բարեփոխումները, որ արվել են։ Վերջի բարեփոխումները եւ ընդհանուր նկատում։ Ինչի պակաս ունի այսօր Հայաստանի բժշկությունը եւ տեսեք, այս վերջի բարեփոխումները դա առանց կասկածի եւ այլն, ինչքան էլ ուզում են ասեն, թե մեր նախընտրական ծրագրում է եղել բան, մեր համակարգը պատրաստ չէր այս բարեփոխումներին։ Մեկ բառով պիտի ասեմ, հիմա ընդհանուր առմամբ բավականին մեծ, այսպես ասած, քաոտիկ վիճակ է։ Ինչու, որովհետև բարեփոխումներ անողները պրոֆեսիոնալներ չեն, բարեփոխումների այդ արդյունքում մենք ինչ կարող ենք ունենալ, հասկանում եք, այդպես չի կարելի լինի, որ դու անում ես բարեփոխումներ եւ արդյունքում բժիշկը լավ չի վարձատրվում դրանով։ Դա նշանակում է, որ ուշ թե շուտ իրեն հարգող բժիշկը, պրոֆեսիոնալ բժիշկը պիտի ճամփա բռնի դուրս գալու է այստեղից։ Որովհետև այն փոխհատուցումները, ինչ որ այդ ծառայությունները, որ մատուցվում է դրա դիմաց տալիս են, ես կոնկրետ կխոսեմ վիրաբուժության մասին, դրանք բավականին ցածր են եւ ես երբ որ քննարկումներ է եղել, ես մեկ բան եմ առաջարկել եւ նույնիսկ գրավոր եմ ուղարկել, որ ներկա պահին մատուցվող ծառայությունների դիմաց այդ գները ձևավորվել են մրցակցային պայմաններում։ Այսինքն եւ դրանք բավական ռեալ գներ են, ինքնարժեք գումարած բժիշկների աշխատավարձ եւ այլ բան, եւ նայել մի փոքր գումար զարգացման համար, որ դու ձգտես նոր սարքավորումներ առնես, նոր տեխնոլոգիաներ ունենաս, որ գիտությունը զարգացել է, բերում է ասպարեզ, դու կարողանաս գնես եւ դա ծառայեցնես քո ժողովրդին։ Հիմա այս գներով չես կարող այդպեսի բան անել։ Հաստատ սկսվելու է հետեւյալ շրջանը, որ բժիշկները դժգոհ են լինում, բան, էլ չեմ ասում այդ ծրագրային պահերը, այդ ծրագիրը կախեց, փակեց, արմեց ծրագիրը, չգիտեմ, այս հայտը ուղարկեցինք, չհաստատվեց, մեկը չկա, զանգես, հետը մի բան քննարկես, որովհետև ավտոմատ է կատարվում այդ ամեն ինչը, բայց բժշկությունը այտենց այնքան թերություններ կա, ասենք, թե օրինակ, եթե մասնավորապես ասեմ, օրինակ, ասենք, թե որ ժողովրդի համար հասկանալի լինի, կույրաղիքի օպերացիան, այսինքն ապենդիցիտի արժեքը ավելի բարձր է, քան լյարդի, էխինակոկի արժեքը։ Դա նաև նշանակում որ փնթի անկազմակերպ վիճակ է եղել եւ ցավոք սրտի ասում ենք, գրում ենք, ուղարկում ենք, շտկողը չկա, վերաբերվողը չկա դրան, որ մեկը ասի լավ, ոնց պիտի անենք, բան, որովհետեւ վստահ եմ, ընտեղ են հոգնել այս վիճակից։ Ումը որ մենք դիմում ենք, իրենք են հոգնել այս վիճակից։
Եվ ես հույս ունեմ, այսպես ասած, դեռևս հարմարվում ենք հիմա, հույս ունենալով, որ սա երկար չի տևելու։ Պետք է վերանայումներ արվի, իհարկե կձևավորվի նոր կառավարություն, ես վստահ եմ, որ ծրագիրը ողջունելի է, բայց պետք է կատարելագործվի։ Ծրագիրը իհարկե ողջունելի է, բայց գիտեք ինչ, էսի մի հատ մեծ թեմա է, որ պետք է, այսպես ասած, պրոֆեսիոնալների միջավայր ստեղծվի, քննարկվի, ժողովրդին բացատրվի։ Հիմա ժողովրդի ապագայի փողերից վերցրել են, ժողովրդին լավություն են անում, ամբողջ օրը քարոզարշավներին էլ դա ասում։ Ձրի ապահովագրությունով գնում եք, բուժվում եք եւ այլն բանը, ձրին որն է, դա պարտկով ենք մենք անում։ Դա պարտք է վերցրած, պարտկով է դա արվում։ Մենք այդքան պրոդուկտ Հայաստանը չի ստեղծում, որ կարողանա ապահովագրությունը ամեն ինչ փակել։ Հայաստանում այդքան աշխատողների քանակ չկա, որ կարողանա, տեսեք, առողջապահության, սոցիալական արդարության հենքը դա հենց այդպես է, որ աշխատողը պիտի վճարի չաշխատողի հաշմանդամի փոխարեն, ովքեր որ չեն կարող սոցիալապես դա լրիվ ընդունելի է, դա շատ լավ է, դա հումանիտար է, դա սոցիալական արդարություն այդպես պիտի լինի, ամբողջ տեղերում է այդպես, բայց Հայաստանում հիմա տեսեք, ինչքան են աշխատողների քանակը եւ ինչքան է իրանց աշխատավարձը, որ այդ աշխատավարձներից համ իրենց ապահովագրությունը կարողանան անել, համ էլ իրենց աշխատավարձից պահվող գումարի չափով նաև կարողանան այդքան սեկտորին փակել։ Անհնարին է, չեն կարողանում փակել, դա նշանակում է, որ պարտկով ենք անում։ Իսկ պարտկով անում են ինչքան ժամանակ, որքան, պարզա որ նախընտրական է այս ամենը։ Եվ այդ նրբությունները չի գիտակցում ժողովրդի մեծ մասը, կարծում եմ։ Կարծում եմ, այո։ Պարոն Տոնոյան, վերջում ուզում ձեզ մի քանի բլից հարց նաև տալ։ Եթե ձեր կյանքը նորից ապրելու հնարավորություն ունենայիք, ինչ կփոխեիք։ Չեմ մտածել դες բանի մասին, ոնց որ թե նույնը կանեի։ Փոքր որոշ դետալներ կարող է փոխելու դες բան, բայց ոնց որ թե նույնը, ես գոհ եմ իմ ճակատագրից, այո։ Արցախում երբ եք եղել վերջին անգամ։ Վերջին անգամ 44 օրյա պատերազմի օրերին նոյեմբերի 9-ին ստորագրվեց այդ զինադադարը, նոյեմբերի 10-ին վերադարձել եմ։ Ներողություն, նոյեմբերի 10-ին վերադարձել եմ, բայց դրանից հետո, որ դուք բան արեցիք, ես մի պահ բան արեցի։ Դրանից հետո մենք մինչև այդ մեր կոլեկտիվով միշտ գնում էինք Հադրութ բաց դռների օրվա, գնում էինք ամբողջ մեր կոլեկտիվով բժշկական, գնում էինք այնտեղի հիվանդանոց 4-5 օր մնում էինք, վիրահատություններ, կոնսուլտացիաներ, բուժումներ, բան շատ սենց բաներ անցնում էլի, մենք մեզ լավ էինք զգում, որ կարողանում ենք գնալ, հասնել Հադրութ, ժողովրդին օգնել, մեր բժիշկներն էլ սենց ցնծության մեջ էին, իրենց լավ էին զգում, լիարժեք մարդ էինք մեզ զգում, բայց հետո այս պատերազմը 44 օրյան, որ ավարտվեց, դե Հադրութը չկար, բուն Ստեփանակերտը տենց մեր օգնության կարիք այդքան չէր զգում, որոշեցինք ուղղվածությունը վերցնել դեպի Մարդակերտ։ Եվ առնվազը 21 թվին 2 անգամ, 22 թվին 2 անգամ եղել ենք Մարդակերտում ու հետո 21-22, հետո արդեն այդ շրջափակումը որ եղավ, էլ չկարողացան գնալ շրջափակումը որ, բայց ամեն առիթ օգտագործել ենք։ Իմ ծննդյան օրը գնացել ենք, տիկնոջս ծննդյան օրը գնացել ենք Արցախում նշելու, երբ որ արդեն այս խոսքս 20 թվից հետո է, 21, 22, 23 թվականին, արդեն 22 թվի դեկտեմբերից կարծեմ արդեն փակվեց, 22-ի դեկտեմբերից, այո, այդ էկոակտիվիստները եկան փակեցին։ Արցախի կորուստը փոխեց իմ կյանքը ամբողջովին։ Բայց գիտեք ինչ, անկեղծ եմ ասում, չափազանց ծանր է եղել տարիներ շարունակ անընդհատ այդ մղձավանջների մեջ եմ եղել, բայց
պիտի ուժ գտնենք մեր մեջ, ես ինչի եմ այդպես ասում, որովհետև բա մեր արցախցիները ով ինչ ասեն, երբ որ իրենց հարազատների շիրիմներն են այնտեղ, իրենց տները, իրենց պատմությունը, իրենց ամբողջ կյանքը, մեր եկեղեցիները, մեր անտառները, մեր սարերը, մեր գետերը, մեր կյանքի գերակշիռ մասը դրանով անցավ, ապրելով Արցախով։ Բայց պիտի երևի սովորենք, որ այդպես կարող է լինել, բայց երբեք չենք համակերպվելու դրա հետ, որովհետև թշնամին պիտի պատասխան տա, մենք պիտի անպայման ոտքի կանգնենք, որովհետև անհնարին է, որ մենք այսպես ծնկաչոք խաղաղություն մուրալով մեզ չեն տալու։ Մենք պիտի կարողանանք ոտքի կանգնել։ Մենք որ ոտքի չկանգնեցինք, երկիրը դատարկվելու է, պարզ ձեզ ասեմ։ Որովհետև ես դինամիկան եմ նայում։ Հիմա մեր ուսանողությունը կրթական ցենզն է անկել եւ այդտեղ շատ մեղավոր չի պրոֆեսորա դասախոսական կազմ է եւ այլ միջավայրն է արդեն։ Այս մեր երիտասարդներն սկսում են թերարժեքության զգացում ունենալ եւ այս միջավայրից դուրս գալ են ուզում են գնան միտեղ, որ իրենց ավելի լավ զգան։ Եվ դրա համար են հիմա մեր ահագին ուսանողներ տենց իրենց հետագա ծրագրերը Հայաստանի հետ կապված չի ցավոք սրտի։ Սա արմատական լուծումներ է պահանջում։ Պարոն Տոնյանն ինչ ասել է գեղեցկություն հայկական ձևով։ Գեղեցկություն հայկական ձևով հիմա պիտի ասեմ, որ գեղեցկություն հայկական ընտանիքի ձևով, գեղեցկություն հայկական ձևով, իսկական քրիստոնեական արժեքների ձևով, ոչ թե սաղմոսներ անգիր անելով ավետարանից, այլ սրտումդ Քրիստոսին ունենալով, դա է հայկական գեղեցկությունը, մերձավորին սիրելով, հարգելով, հանդուրժելով, ներողամիտ լինելով, բարի լինելով, այդ ամենամեծ գեղեցկությունը։ Իսկ օտարերկրացիոն Հայաստանի մասին 3 նախադասությամբ ինչպես կպատմեիք։ Օտարերկրացիոն Հայաստանի մասին։ Երկրի վրա ասուն մոտիկ։ Այդ մեր երկիրն է։ Աստվածատուր երկիր է մեր երկիրը։ Իսկ Հայաստան 2030 ինչպիսին եք այն պատկերացնում։ Դինամիկայով ոտքի կանգնելու ընթացքի մեջ մենք այդքան շուտ հələ դժվարություններ ունենալու ենք դեռ, որովհետև ինչպես ցույց տվեց այս Նիկոլը իր աջակիցները եւ այլն, բան մենք անելիք ունենք մեր ժողովրդի հետ, իրանք մերն են։ Ես այնքան դեմ եմ, որ ասում են շատ կներեք, որ պիտի եթերով ասեմ այդ, որ վատ բառեր են մի խոսքով ասում, անուններ են, պիտակներ են կպցնում մեր ժողովրդին եւ այլն, բան։ Ես համաձայն չեմ այդ բանի հետ։ Դրանք էլ են մերը, իրանք մերն են։ Մենք իրանց հետ պետք է աշխատենք։ Իրանք նույն այդ մեր հող մշակողն են, դարձի բերենք բանակին զինվոր տվողն են եւ այլն։ Հանցագործը պիտի գնա բանտը նստի, իսկ այդ մարդիկ ովքեր որ բան են։ Գիտեք ինչ, պետքա օրենքի երկիր, իսկականից օրենքի երկիր դառնանք։ Օրենքը ինչ կերպ պիտի խախտվի Հայաստանում, ոնց որ հիմա է խախտվում։ Այսքան բանից հետո այս մարդկանց աչքերը ուր են, տեսեք ոնց են այդ բանը եվրոպական արժեքները, չգիտեմ, համամարտկային եւ այլն բան ուր են նայում։ Այսքան անարդարություն մեր երկրում, այսքան բանտարկյալներ, նստած, անիմաստ, առանց հիմնավորման եւ այլն, եւ չի ամաչում եկել է 8 տարի անցել է, 8 տարի իշխանության ա եղել, ասում է վատ բառերով, ասում է այսպես եմ անելու, այնպես եմ անելու, չեմ ուզում կրկնեմ այդ բառերը։ Քանի ես դատական համակարգում դեռևս մնացել են ազնիվ մարդիկ, բան, այս երկիրը փրկել է պետք։ Գնալով կդժվարանա, ամեն մարդ չի որ կարողանա կասի կմնամ կպայքարեմ, բան մի պահ հոգնելու են,
հավաքեն իրենց եղած չեղածը թողեն գնան այստեղից։ Չպիտի այդպես լինի, հասկանում եք, մենք պետք է կարողանանք ամեն ինչ անել, ստեղծել, արարել, որ մեր երկիրը դառնա հավերժական, ապրող, դինամիկ, զարգացող երկիր։ Պարոն Տոնյան, շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Հաջորդ անգամ հուսով եմ մեր զրույցը մի փոքր այլ երանգներ կունենա եւ այլ թեմաներ կշոշափենք։ Ես ավելի քան վստահ եմ։ Հուսանք։ Այդպես է լինելու, այո։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։